Ինչպեսի Գյումրիի ընտրություն կատարեցիք։ Եկեք մի քիչ առաջ գամ։ Ժողովուրդ միկրոֆոնները ներքև դեմքը հակեցիք։ Ներքև, երեխեք։ Սկսենք։ Ինչպեսի Գյումրիի ընտրություն կատարեցիք։ Հայկական, երիտասարդ, զարգացող, ավանդույթներով լի, արժեքներով լի, դեպի առաջ ընթացող, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում իր լուսավոր ապագան ստեղծող Գյումրի։ Մխիթարյան, այս պահին ինչ մտահոգիչ լուրեր եք ստանում։ Անկեղծ ասած դեռևս էական մտահոգիչ բաներ չենք իմացել, ուղղակի տեղամասեր կան, որտեղ կուտակումներն են շատ, հիմա այդ կարելի է թե դրական առումով դիտարկել, թե բացասական, ամենայն դեպս բազմաթիվ դիտորդներ կան, լրագրողներ կան, վստահված անձիկ կան, կարծում եմ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Պարոն Մխիթարյան, եթե ընտրվեք սուսուփուս քաղաքապետ եք լինելու, այսինքն քաղաքի հոգսերով, թե ընդդիմադիր գործիչ եք լինելու, ով պայքարելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Այն օրը դեբատը տեսել եք, ես սուսուփուս էի։ Դե այս ժամանակ տեխնատու եք, ես քաղաքապետի կարգավիճակով եմ ասում։ Կապրենք կտեսնենք կորինջը։ Հետևորդների թիվը ինչքանով ավելացա բանավ։ Ես կներեք այդ անլուրջ վերլուծություն եմ համարում, իմ հետևորդների թիվը 2019 թվականից է ավելացել, Facebook-ում կարծեմ մոտ 145,000 է, այդ ստաբիլ այն զանգվածն է, որը մնացել է ու գնալով ավելանում է, բայց հիմա 100 հետևորդ գալիս է, 500 հետևորդ գնում է, դրանով վերլուծել, որ ինչ-որ, չգիտեմ, էֆեկտիվ քայլ է արել քաղաքականության մեջ կամ դեբատներում հաջողություն ես գրանցել, երբ քեզ 5 հարց են տալիս, 5 հարցին դու կոնկրետ պատասխան չունես։ Մի խոսքով կարծում եմ մեր գյումրեցիները վերլուծություններ արել են դեբատներից, Քարոզ Արշավից են վերլուծություններ արել, այն չի, որ հիմա մենք այս ճեպազրույցի ընթացքում մարդկանց մոտ ինչ-որ կարծիք կամ տպավորություն պետք է փոխենք, մարդիկ բավականին երկար ժամանակ է արդեն իրենց ընտրությունը, իրենց որոշումը կայացրել են, տեսնենք մի քանի ժամ մնացել։ Մխիթարյան, տպավորություն է, որ ընդդիմությունը պայքար այսպեսի լուր տարածվեց երեք, որ միասնական տեխնացու կա, որը Մարտուն Գրիգորյանն է, իսկ դուք շարժումը այստեղից տանելու եք դեպի հաղթական շարժումը տանելու եք դեպի Երևան։ Ես նման բան չեմ լսել, անկեղծ ասած, որովհետև ոչ մի տեխնացուի հետ ընդդիմադիր ոչ մի տեսակի քննարկում իմ կողմից ամեն դեպքում չի եղել, ոչ մի տեխնացուի հետ։ հանդիպումներ չեն եղել, պարոն Մխիթարյան։ Հանդիպում եղել են, մի վարքան, հանդիպումներ եղել են պատահական, երբ իմ ընկերոջ մոտ հանդիպել եմ պատահական Արտյոմին Ղարաղազարյան, ոչ մի բան չենք քննարկել, բացի իմ թաղի տղան եմ, մանկության ընկերն է, ընթացիկ ինչ-որ բաներ ենք քննարկել եւ հանդիպում տեսել եք, գնացել եմ Մարտունին եմ տեսել եւ Կարենին եմ Սիմոնյան տեսել, երբ որ դա եղավ։ Ավագանու մանդատը պահելու եք, եթե մեծամասնություն չկազմեք, բայց անցնեք, դուք անձամբ ավագանի անդամ լինելու եք։ Քաղաքապետ պատրաստ եք աշխատել նաև այս մյուս Ժողովուրդ ջան, ավագանու մանդատը իհարկե պահելու եմ, մնացած հարցերը ընտրություններից հետո գիշերը պարզ կդառնա։ Պարոն Մխիթարյան, ի վերջո պարզ եղավ ձեզ համար ինչու ձեր ընկերների մյուզիկ հոլը Հայատը չի վճարել, աղբանության վճարը, եթե դա իրականությանը համապատասխանում։ Իրականությանը համապատասխանում է, այո, անպարտաճանաչ մարդիկ են, առաջարկեցի, որ տուգանեն իրենց։ Ովքեր են անպարտաճանաչ։ Սեփականատերը, իմ ընկերները անպարտաճանաչ մարդիկ են, ամոթ իրենց։ Այսօր ասես վարչական ռեսուրսը գահախտի տենտիմադի տեխնացիներ։ Երեխեք ջան, չեմ կներեք էլի մի վարքան։ Այսօր ի վերջո վարչական ռեսուրսը գահախտի թե ընտիմադիր տեխնացիները գահախտեն Գյումրիում։ Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է եւ ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության։ Բարձր մասնակցության դիմաց ոչ մի բան, ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի այն նախորդ ճեպազրույցի ժամանակ քննչականի մոտ սա արտահայտություն եղավ, ջավախքի ցնդիկներ են բերում։ Հիմա ոչ մի նման դե գիտեմ, ուղղակի լեզվի սայտակում էր, ես ջավախքեցի շատ լավ ընկերներ ունեմ։ Գիտեմ, որ Սարիկն է ջավախքեցի լավ ընկեր ունի։
եւ տեսնենք թե ինչ է լինելու վերջում, էլի։ Պարոն Մխիթարյան, նաև անհանգստություն կա, որ բախումներ կարող է լինեն այսօր։ Իշխանության տեխնացուին անձնական Ոչ, ճշնամի ոչ։ համարում եք։ Ոչ, Մխիթարյան, ինչպես եք, եթե դառնա քաղաքապետ, ինչպես եք պատկերացնում ձեր եւ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, մենք տեսնում ենք ընդդիմադիր քաղաքապետների, ովքեր գնում եւ դիմավորում են նրան, երբ մարզ է այցելում։ Դուք ինչպես եք Ծաղկե փնջերից ինչպես եք հրաժարվելու, թեև մենք նաև հրաժարվածներին ունենք մեր տեսադաշտում եւ ամենայն դեպս աշխատում ենք։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի կերպ պիտի դիմանա։ Հանդուրժի ձեզ։ Այո, ես ծաղկե փունջ սովորաբար նվիրում եմ կանանց, պաշտոնյա կանանց աշխատում եմ չնվիրել, որպեսզի դա չդիտարկվի որպես ինչ որ յուրահատուկ վերաբերմունք, իսկ Նիկոլ Փաշինյանին ծաղկե փունջ նվիրել չեմ պատրաստվում։ Նիկոլ Փաշինյանը Եթե օրինակ գալիս է աշխատանքային այցով Գյումրի, Աշխատանքային այցով չկա նման, կներեք, Նարեկ ջան, չկա նման կանոնակարգ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարը պետք է դուրս գա եւ դիմավորի, որովհետեւ իրենք ոնց իրեն է ժողովուրդը ընտրում, այդպես էլ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին է ժողովուրդը ընտրում, իրենք ուղիղ փոխկապակցվածություն հիերարխիկ իրար հետ չունեն։ Պարոն Մխիթարյան, դուք իսկապես ընդդիմադիր եք։ Մեկի դեմ պայքար է, դուք դրա հետ համաձայն եք։ Դեք համար, որտեղ օրինակ Վարդան Ղուկասյանը երեք նշում է, որ եթե իսկապես ընդդիմադիրներ են, եթե ձեզանից մեկը իրենից բարձր ձայներ հավաքի, նա պատրաստ է իսկական ընդդիմադիրների հետ միանալ, եթե բայց ինքը առանց պաշտոնի, առանց որևէ ցանկության, իսկ եթե օրինակ ինքը հավաքի բարձր ձայներ եւ իսկական ընդդիմադիրները այսպես ասած չմիանան իրան, ուրեմն ամեն ինչ աստվածը ամեն ինչ պարտադիր։ Պարոն Ղուկասյանի հետ ամենայն հավանականությամբ ընտրություններից հետո ես կհանդիպեմ, իրար հետ կքննարկենք։ Պատրաստ եք բայց միանալ։ Բոլոր ընդդիմադիր տեխնացուների հետ ընտրություններից հետո ես պատրաստվում եմ։ Շանսերը Իսպանիան ինչքան է գնահատում, տարբեր սոցհարցումների արդյունքներ հրապարակվեցին։ 2021 թվականին էլ տարբեր սոցհարցումներ կային ու իրականությունը բարև ձեզ տարբեր սոցհարցումներ եղել են 2021 թվականին եւ այդ տարբեր սոցհարցումները մեծամասամբ ճիշտ դուրս չեն եկել, այնպես որ ես կարծում եմ, որ սա հեշտական դեպքերից մեկն է լինելու, որովհետեւ կներեք 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող process-ները ոչ մի տրամաբանական գիտական վերլուծության չեն ենթարկվում։ Հիմա Պարոն Մխիթարյան, իսկ ինչու 2012-16 թվականների ընտրություններին չէի գալիս հանուն Գյումրու զարգացմանը մասնակցեիք եւ այս ձեր ծրագիրը, որ հիմա պետք է անեք Գյումրին զարգացնելու համար, այդ ժամանակ անեիք, որովհետեւ այդ ժամանակ էլ խնդիրներ կային։ Նարեկ ջան, ես 2012 թվականին 15 տարով ավելի ջահել եմ եղել, 15 տարով ավելի անփորձ, 15 տարով ավելի ոչ հմուտ ղեկավար, որովհետև ես ղեկավար պաշտոններ սկսել եմ զբաղեցնել հենց 2012 թվականից։ Այդ ընթացքում իհարկե մեծացել եմ, հասունացել եմ, կոփվել եմ, կառավարչական ձիրք եմ ձեռք բերել եւ մտածել, որ այդ ժամանակ իմ պատկերացումների դեպ անկեղծ ասեմ 2010-15 թվականներին այն ամեն ինչը ինչ որ ես օրինակ էլի իմ քաղաքի մասին մտածել եմ, որ այս կարելի է անել, Հիմա որ հետ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ իմ պատկերացումները շատ թերի են եղել, էլի։ Մի հարցնիած ղեկավար եք, հիմա դուք հմուտ ղեկավար եք, ասացիք այդ այլին հմուտ ղեկավար։ Ես կարծում եմ, որ այո։ Կթողեք ջանս մի քիչ մենք հարց տանք, հա։ Մի հարց, խնդրում եմ ասեք, դուք անդադ ակնարկում եք, որ այս ընտրություններին դուք ընդ որում միակ տեխնացուն եք, որ ասում եք, եթե ինձ չեք հավանում, ձեր դուրը չեմ գալիս, մեկ ուրիշ ընդդիմադիրի, բայց երբեք ԿՊ-ի։ Դուք համարում եք, որ այս ընտրությունները հատկապես ԿՊ-ին հեռացնելու իշխանական տարբեր օղակներից հեռացնելու միջոց են, թե սրանք քաղաքային ընտրություններ են, քաղաքային կյանքը բարեկարգելու, որովհետև ժամանակին ասֆալտ թափելով, նստարաններ փոխելով էին մարդկանց փորձում դուր գալ, բայց ձեր Վարդան Ղուկասյանի հայտարարությունները դրանք շատ ավելի գլոբալ են, քաղաքական են եւ մի քիչ ավելի ուրիշ կոնտեքստներ ունեն։ Տեսեք, այս ընտրություններում հաղթանակի մասին երազում է անկեղծ, ու այս հաղթանակը ամենաշատը պետք է իշխող ուժին, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր երկիրը հեշտական օրհասական փուլում է գտնվում եւ շատ կարեւոր որոշումներ կայացնելու ժամանակահատվածում։ Կառավարության ղեկավարը իշխող ուժի
ղեկավարը մեր բոլորի անունից պատրաստվում է գնալ ու արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է ինչ-որ փաստաթղթերի տակ իր ստորագրությունը դնել։ Ոչ մեկ ես վստահ եմ, որ նույնիսկ Սարիկ Մինասյանը ծանոթ չի, որը շատ ավելի արագ դարձավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ջատագով, քան 7 տարի առաջ այդ մարդու հետ քայլողները։ Հիմա այդ մարդկանց այստեղ հաղթանակը պետք է, որպեսզի իրենք թոս փչեն, թե սեփական երկրի ժողովրդի, թե միջազգային հանրության աչքերում, որ իրենք լեգիտիմություն ունեն։ Իրենք լեգիտիմություն ունեն մեր բոլորի փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնելու համար։ Ըստ այդմ իմ խոսույթի մեջ անընդհատ եղել է թե քաղաքային, թե քաղաքական հռետորաբանություն։ Ես նույնը նկատել եմ այո նաև պարոն Ղուկասյանի հռետորաբանության մեջ։ Իմ գիծը ու իմ պատկերացումները այդ ամեն ինչի մասին հետևյալն են։ Այո, մենք ամեն ինչ պիտի անենք ու արել ենք վստահ եմ այս ընթացքում, որպեսզի Գյումրին չունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ։ Այո, ես կոչ եմ արել միշտ ու հիմա էլ եմ կոչ անում տնից դուրս գալ, գնալ ընտրությունների, շատ լավ օր է, արևոտ օր է, աշկերտը չեմ կարողանում նորմալ բացել։ Եկեք ընտրության մասնակցեք, ձեր քվեն տվեք, որովհետև ձեր փոխարեն ոչ մեկ իրավունք չունի որոշում կայացնելու թե Գյումրիի ապագայի վերաբերյալ, թե Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի ապագան Գյումրիից է սկսվել փոխվել եւ մեզ մցրել է 7 տարի ծանր ճգնաժամային վիճակում, կորցրել ենք Արցախը, թշնամին 3 տարի, 4 տարի արդեն երկրի ներսում է։ Հիմա Գյումրիից հնարավոր է այդ սրբագրումը, մաքրումը, թե ոչ, այս ընտրությամբ։ Ես այդքան ռադիկալ ձևակերպումներ չէի անի Գյումրիի վերաբերյալ, որովհետև եկեք հստակ ֆիքսենք, որ Գյումրիից այդ մարդը մենակով է քայլել, այսինքն իր թիկունքում կանգնած չի եղել ոչ մեկ։ Ես կարծում եմ, որ ապագա Գյումրիի ընդդիմադիր համայնքապետը, որը որ կընտրվի, հիմա կապ չունի ինչ կարգավիճակով, կոալիցիոն կլինի դա, միանձնյա կլինի դա, թե ուղղակի օրինակ մյուս ընդդիմադիր թեկնածուները կորոշեն կոալիցիա չկազմել, բայց ընտրել տվյալ մարդուն քաղաքապետ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունենա, այդ տվյալ քաղաքապետի թիկունքում արդեն կանգնած կլինեն հազարավորները։ Ըստ այդմ հազարավորների ձայնը վստահաբար շատ ավելի բարձր է լսվելու, քան այն մի հոգու ձայնը, որը Գյումրու հրապարակում կանգնած 7 վերքի դիմաց մի հրապարակում, որտեղ դեմ դիմաց երկու եկեղեցի են կանգնած եղել։ Մարդը ստով կեղծիկով եկավ մեզ բոլորիս կործանեց։ Պարոն Մխիթարյան, ասացիք գալու է ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, որի բովանդակությանը ոչ մեկ ծանոթ չեն։ Այլընտրանքը դրա ձեր պատկերացմամբ ո՞րն է լինելու, այսինքն խաղաղության չգնալ։ Հիմա եթե դուք ասում եք այլընտրանք, հիմա եթե ես ձեզ ասում եմ սպասեք, ես ձեզ ասում եմ այս մեքենան վերցրեք, դուք ասում եք, բայց ես ինչ մեքենա է, ասում եմ կապ չունի, ասում եք, բայց եթե չգիտեմ, հիմա դուք փաստաթուղթ է մարդը, այս սովորական փաստաթուղթ չի բան, ԶԱԳՍ-ի վկայական չի, էլի, երկու հոգով չեն մտնում, ԶԱԳՍ, ես չգիտեմ, դուք վստահ եք, որ դա խաղաղություն բառը այդ ամեն ինչի հետ կապ ունի։ Կներեք, ես 2021 թվականից այդ խաղաղություն բառը լսում եմ, 2021 թվականին այդ խաղաղության օրակարգով մարտիկ եկան, 2022 թվականին եղավ ջերմուկի դեպքերը, 2023 թվականին վերջնականապես հանձնվեց Արցախը։ Մենք անընդհատ կորցնում ենք այն բոլոր հիմքերը պետական, որի վրա ստեղծվել է այս պետությունը։ Մեզնից պահանջում են փոխել սահմանադրությունը, մեզ ասում են հրաժարվեք ձեր անկախության հռչակագրից։ Այս ամեն ինչ որ ես ասում եմ, իշխող ուժի ղեկավարը իր բերանով է ասել, որ մենք սպասեք, ամեն ինչը բարեփոխելու եմ, եթե Արցախի ժամանակն էլ եկավ, Արցախն էլ եմ բարեփոխելու ու այդ շանտաժը, որ խրխրացող падգամավորներ կան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, որոնց սովորաբար նոր տարվա սեղանին դրանց մարմնի մի հատվածն են դնում։ Այդ խրխրացողները, երբ որ Արցախի մասին խոսում են, այդ առանց մայկատրուսիկ ծառայացները, այդ որ անընդհատ բոլորին ինչ որ չծառայելու կամ բանակից փախնելու մեջ են մեղադրում, արտգործնախարարի տեղակալը, կասեք ինչ գիտությունով է զբաղվում։ Հարցրել եք երբևիցե։ Որ տեղակալը։ Հա, այդ երևույթի։ Ինչ գիտությամբ զբաղվելու պատրվակով էինք բանակից ազատվել։ Անդրանիկ Քոչարյանի տեղեն ինչ գիտություն։ Ես ես կոնկրետ բաներ եմ ասում, սպասեք, մի մտեք այդ Արցախի գիծը, Արցախի իմ ներսում է, սպասեք։
Արցախի իմ ներսում է, իմ գլխի մեջ է, իմ հոգու մեջ է, 150,000 հատ Նիկոլ Փաշինյանը իրապես խրխրացող բաներ լինեն, ուսապարկեր լինեն, այդ Արցախի օրակարգը, որ իրանց մտածում են լեննականում, որ բերեցին Արցախի օրակարգ մտցրեցին բանը, գյումրեցիները, վայ, Շիրակի մարզից ու Գյումրիից ամենաշատ տղեկն են գնացել Արցախում ծառայել, ամենաշատը, այդ հստակ վիճակագրություն կա, այդ մեկ, երկրորդը, ով գյումրեցուն ուզենա ներկայացնի վախկոտ, բանակից փախնող, փողով Արցախից թռնող, Արդեն հակադարձել։ Դե այսօր գյումրեցիները իրանց պատասխանը այդ ամեն ինչին կտան, որովհետև մարդը նույնիսկ բառապաշարի մեջ ենքան հստակ չի, որ ասում է Արցախը ենքան վատ տեղ էր, վատ չէ, վտանգավոր բառ կա, եթե ուզում ես օգտագործես, պետք է օգտագործես վտանգավոր բառը, ոչ թե վատ։ Հայաստանի Արցախի մասին երկրորդ անգամ ատելություն քարոզեց։ Ես գիտեմ մի շատ կարևոր բան, ժողովուրդ ջան, Արցախի մասին խոսելուց ես միշտ շատ ավելի հուզմունքով եմ խոսում, որովհետև 2016 թվականից սկսած իմ կապը իմ հայրենիքի, իմ փոքր հայրենիքի, իմ ցավոք սրտի էսպայի դրությամբ զավթված հայրենիքի հետ շատ ավելի կոնկրետ է եղել եւ ապրիլյան պատերազմի ժամանակ ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ ապրիլյան պատերազմի մասնակցած գյումրեցի ընկերներ։ Նարեկ ջան, մի վարքյան էլի։ Դրա համար այն բոլոր մարդիկ, ովքեր փորձում են հրապարակներում գոռալ, որ Գյումրիի ընտրություններով փորձում են լուծել Արցախի հարցը, Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Գյումրիի հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդին արթնացնելու նոր իմպուլս տալու հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք ի վերջո փորձում ենք լուծել մեր քաղաքը վերջնականապես վերականգնելու հարցը, որովհետև ցանկացած գյումրեցի տղամարդու համար այդ բոլորի անունից եմ ասում, կապ չունի ԿՊ-ական է թե ինչական է, իրոք ամոթ է 40-րդ տարելիցն է մոտենում երկրաշարժի, մեր քաղաքը այս վիճակում է։ Պարոն Մխիթարյան, Միքայել Սրբազանի հետ հանդիպել եք, առաջինը նա էր կարծես։ Ես երկու անգամ ոչ մեկ, ես հարգում եմ Սրբազանին, ելի եմ ասում, շատ սիրում եմ, բայց պնդում եմ, որ ոչ մեկ նույնիսկ Սրբազանը իրավունք չունի կասկածի տակ դնելու իմ քաղաքական հայացքները։ Ես երկու անգամ գնացել եմ իրեն հանդիպելու, ինքը տեղում չի եղել, մի անգամ է զանգահարել եմ, զանգին չի պատասխանել, հետո ինձ առանձին լուր է ուղարկել, որ զբաղված է եղել, կանցնի ընտրությունները, ես անպայման իր հետ կհանդիպեմ, որովհետև մենք հարազատն ենք։ Պարոն Մխիթարյան, իսկ հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլին նաև այդ մասին են խոսում, որտեղ Ժողովուրդ ջան, եկեք հիմա դրա մասին չխոսենք, մենք հələ առաջին փուլի հարցն ենք լուծում, էլի, թող բրծնի ընտրությունները, հետո Բայց կերևա։ ֆավորիտները ովքեր են, ասում են վերջին օրերի դրությամբ, կարծես թե Սարիկ Մինասյանը զիջում է դիրքերը եւ դառնում են երկու ընդդիմադիր տեխնացուներ, այսինքն ընդդիմադիրները շահեկան վիճակում են հայտնվում, համաձայն եք այդ պնդումների հետ եւ արդից օգտվելով որ Նարեկը չշտապի իմ հաջորդ հարցը տամ, որպես թիմ ընտրություններ լուսաբանած լրագրող ասեմ, որ Գյումրին տարբերվում է մյուսներից, այստեղ այսօր ոստիկանական կուտակումներ, բերետավորներ, ագրեսիվ մրցավազք չկա մեքենաների, սա ինչի մասն է խոսում, թեև մինչ այդ Պաշտպանության նախարարից մինչև վարչապետ, մինչև Ալեն Սիմոնյան չեն թաքցրել, որ եկել են Սարիկին շունչ տալու, հույս տալու, դուխ տալու։ Ֆավորիտ ես համարում եմ հավաքական ընդդիմությանը, կոնկրետ ոչ մեկի անունը չեմ տա, արդյունքները ցույց կտան այդ ամեն ինչի մասին։ Ունեմ ներքին համոզմունք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ներկայացնող քաղաքապետ չի ունենալու։ Իսկ թե ինչու էս պահին Գյումրիում դեռ ոստիկանական ինչ-որ շարժ կամ ռեպրեսիան, ես գլոբալ առումով այն ինչ-որ իրանք պետք է անեին, արդեն արել են։ Այս ընթացքում ինչ որ իրանք պետք է անեն, դե չեք տեսել, մարդկանց մոտից 6 հոգի մեկ կալանավորեցին, մարդ ունի տանից 2 հատ ընտանիքի անդամ, 2 ընտանիքի անդամ կալանավոր ձերբակալեցին բանը 12 հոգի Հորս արև հա։ Իսկ Ալեն Սիմոնյանի շտապել այստեղ բանավեճից հետո, հերոստաբանավեճից հետո ամբողջ ԿՊ-ական սերվիսը այստեղ էր, ասեմ, որ նրա վերջին միտինգը, այսինքն ԿՊ-ական տեխնացուի միտինգը մենք որպես լուսաբանած լրագրող ֆիքսեցինք, որ տարբեր համայնքներից էին, պլյուս միայն ուսուցչական կազմ էր, որը հիմնականում բեխաբար եւ այսպես կարելի ասել, այո, թիկունքով էին կանգնած տեխնացուին
Եվ ԿՊԱ-կաններ էին այստեղ, նրանք ինչու են այդպես անթաչ շտապում, կամ պաշտպանության նախարարը, որը իր բան ու գործը թողած գալիս է Գյումրի, ինչ կասեք այս մասում, նրանք այդպիսի բարձր հեղինակություն են, որ կարող են իրենց հեղինակությամբ օգնել Սարիկին, թե հակառակը։ Կլինի մի բառով պատասխանը։ Ոչ։ Պարոն Մխիթարյան, եթե Սարիկ Մինասյանը չլիներ ԿՊ-ի թեկնածուն, որպես քաղաքի տղա, այսպես ասած, ինչ հեղինակություն կունենար, շանսեր կունենար հաղթելու։ Տեսեք, իրենք ես անկեղծ քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարային բաները հայրերը, չգիտեմ ով է իրենց բանով այդ գծով զբաղվում։ Դուք բոլորդ վստահաբար այս ընթացքում, եթե գյումրեցիների հետ շփվել եք, լսել եք, տեսել եք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունը մեծամասնություն, լավ, լսել չի ուզում։ Այն պահին, երբ որ իրենք հայտնեցին, որ Սարիկ Մինասյանն է մասնակցել ու հենց այդ թեզն էին տանում, որ դե Սարիկը կուսակցական չի, այդ թեզը տանելով այդ պրայմերիս կոչված անիմաստությունը, լավ, Սարիկը հաղթեց։ Սարիկը հաղթեց, էդ էլ է կարևոր գնահատական։ Տեսեք, 7 տարի այստեղից падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնում մարդիկ կան, որոնք փաստորեն այս քաղաքում չկարողացան հաղթել անկուսակցական Սարիկ Մինասյանին։ Այդ կոնկրետ գնահատական է իրենց աշխատանքի, իրենց կուսակցության ներսում պիտի ստանային այդ գնահատականը։ Բայց Սարիկ Մինասյանին բերում են առաջի պլան, ասում են դե ինքը անկուսակցական է, 3 օր հետո այդ մարդը մտնում է կուսակցություն։ Հենց մտնում է կուսակցություն, շատ զգուշորեն փորձում են քաղաքում տարածել շշուկներ, որ դե չկա նման բան։ Չէ, չկա նման բան, ինքը այդ կուսակցության հետ կապ չունի, ինքը այդ ամեն ինչի հետ կապ չունի։ Թե ինչքանով Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապ ուներ, պարզ դարձավ հենց այն օրվանից, կարծեմ Վահեն էր Մակարյան, երբ որ եկավ ու կոնկրետ մի քանի գաղափարային հարց տվեց, դե այդ մարդը կուսակցության հետ գիծը տարավ, մի բան էլ սկսեց ԿՊ-ին բնորոշ բաներով, խոսքերով ասել կամ ես չեմ լսել նման բաներ, կամ ես չեմ տեսել նման բաներ, Արցախը մեր պատմական հայրենիքն է, չնայած կամ լավ չենք կռվել, վերջը, ես ու դու չենք կռվել, տեսեք, դուք բոլորդ հիշում եք, որ պատերազմի ժամանակ կոչով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, ջոկատներ կազմել, տունը ով ինչ ունի, կասկա, տանգ, բրոնեժիլետ, սու, ով տունը ինչ ունի, թող բերի, այո, գնանք պատերազմ։ Սարիկ Մինասյանը ենթադրում եմ լսել է այդ ժամանակ ու լուրջ չի վերաբերվել այդ մարդու այդ կոչին, էլի, երևի մտածել է, որ դե լավ գործող բանակ ունենալու պարագայում ես հիմա ինչ մտնեմ տանկ անեմ մեր պատվալից, ինչ անեմ, խոսքի դժվար մարդը Գյումրիում վստահեցնում եմ ձեզ, մեր տատիկներն ու երբ որ ամառային պալացոներ են պատրաստում, դե տանկ չեն զակատանում, էլի, կամ չգիտեմ, լիմոն կեկ չեն զակատանում, որ վերցնենք, գնանք պատերազմ։ Ամեն դեպքում Սարիկ Մինասյանը հնարավորություն ունեցել է մասնակցելու, օրինակ, թե 2020 թվականի պատերազմին, թե չգիտեմ, 21 թվականին օրինակ 22 թվականին կարող էր ջոկատ կազմել եւ գնալ ջերմուկի դիրքերը պաշտպանել։ Եթե այդ ամբողջ ընթացքում այդ ամեն ինչը չի արել, հիմա կանգնել մնացած կռված տղեկին, դուք նաեւ հիշում եք, չէ՞, մեր զոհված տղեկից մեկի մայրը, որ Պանթեոնում ասել էր, արի։ Ախր այդ ասելու բան չի։ Եթե մարդիկ խուսափում են նույնիսկ առերեսվել զոհվածի մոտ հետ։ Լավ, դու չնստես մեքենան մենակ գնաս Պանթեոն, ասես, եթե նույնիսկ ինչ-որ մի բան ճիշտ չեք, կարող է։ Գնաս կանգնես, ասես 1000 անգամ կներեք, ոչ թե լրագրողին ասես, ես ղուրբան եղնիմ իրանց շիրիմին, շիրիմներին ղուրբան եղնել պետք չի։ Պետք էր այնպես անել, որ այդ շիրիմների քանակությունը այդքան չլիներ։ Պարոն Մխիթարյան, նշում եք, որ ընդդիմությունն է, հա, ֆավորիտը, բայց մենք Երևանի օրինակ տեսանք, որ չկարողացան ընդդիմադիր ուժերը համախմբվել եւ ԿՊ-ն դարձավ իշխանության, դուք այդ սցենարը գնով դարձավ 74 Արելի է բանախոսը արտասանի ցույցի ջան, հետո նոր դուք ինչ եք կարծում այստեղ ընդդիմությունը համախմբված կլինի միջև վերջ։ Երևանի սցենարը, եթե ընդդիմությունը շանս ունենա ու արդյունքները ցույց տան, որ ընդդիմության միավորվելու պարագայում քաղաքացիական պայմանագիր, ելի եմ ասում, միավորվելու տարբեր ֆորմատներ կա։ Քաղաքացիական Քաղաքապետ ես ելնեմ, Վարդան Ղուկասյանն ասի չէ։ Նարեկ ջան, եկեք այսպես անենք, հա, դուք կարծեմ հենց դուք նշեցիք, թե չգիտեմ, կարծեմ Սյուզին նշեց, որ ես երևի միակն եմ եղել, որ ասել եմ դրական արդյունք եմ համարելու նաև այն, որ ցանկացած դեպքում դրական արդյունք եմ համարելու այն, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխող ուժ չլինի Գյումրիում։
Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես իմ կողմից, եթե օբյեկտիվորեն քննարկումների արդյունքում չորոշվի, որ օրինակ ես նման բան, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ընդդիմությունը սեղանի շուրջ ունենա adekvat, օբյեկտիվ եւ շատ պրոդուկտիվ քննարկում։ Պարոն Մխիթարյան, բայց օրինակ տեսանյութ եք հրապարակում միայն Մարտուն Գրիգորյանի հետ ու գրում եք քաղաքի տղերքը, հիմա քաղաքի տղերքից չի օրինակ Վարդան Ղուկասյանը ձեր համար։ Ինքը հասակով իմ հոր հասակին է, ես նման արտահայտություն չեմ կարող, մեր քաղաքի լավ մարտն է, օրինակ։ Մեկ, երկրորդը, երբ որ պարոն Ղուկասյանին հանդեպ այդ նման բռնությունը կիրառվել էր, կներեք առաջինը ես եմ վիդեո ուղերձով հանդես եկել ու դատապարտել եմ այդ ամեն ինչը։ Ես գնացել եմ նաև Կարեն Սիմոնյանի մոտ, հիմա եթե կարծեմ TV5-ի լրագրողները այնտեղ են արձանագրել են, հիմա դուրս գալուց հետո եթե չեն նկարել ես ոնց ենք ես ու Կարեն Սիմոնյանը իրար հետ ծիծաղում, դա իմ մեղքը չի։ Իսկ Մարտունին շատ ավելի շուտ եմ ճանաչել ու Մարտունի ընտանիքին եմ շատ շուտ, հորն եմ շատ շուտ ճանաչել։ Դրա համար ոնց որ Կարենի մոտ եմ գնացել, այդպես է Մարտունի մոտ եմ գնացել, հիմա Մարտունի հետ մի քիչ այլ քաղաքի հետ կապված հարաբերություններ կա, դրա համար Սպասում եք, որ արդեն սովորույթ դարձրած այդ ստանդարտ կանոններից կօգտվի ԿՊ-ն, ներողություն իշխանությունը եւ իշխանությունը կվերցնի հենց հաջորդ օրը ընդդիմադիրների ձեռքից, եթե նրանք հաղթեն, այսինքն կալանավորման եղանակով, որը արվել է Մամիկոն Ասլանյանի դեպքում, Փարաքարի դեպքում, Բերթի դեպքում, հիշում եք հայտարարակ ձեռքակալություններ։ Ես ոչ մի բան չեմ բացառում, որովհետև տեսեք, մարդիկ եկել են Գյումրի, գոռում են 300-ից 350 միլիոն թալանի մասին ու գույքը պահելու մասին։ Գնացին մանեկան, գտան մի տարի առաջին վրա մի հատ ակտ, մեկ է, որ ընկերներս մոտ 60,000 դրամի աղբի բան չեն մուծել, ամոթ ընկերներիս էլի եմ ասում, գետինը մտնեն իրանք։ Այսինքն իրենք էին ոչ պրոֆեսիոնալ, թե դուք եք այդ կազուլալ մարդ։ Ամեն դեպքում գետինը մտնեն իմ ընկերները։ Հիմա եթե 300-350 միլիոն դոլարից գտել են 11 ամիս քաղաքացու վրա գործ է հարուցվում, քաղաքացուն դրա մասին տեղյակ չի պահվում։ Հանկարծ քարոզարշավի ինչ որ մի փուլում կանչում են Մարտուն Երևան։ Հիմա ինձ հարցնում են, դա կապ ունի քարոզարշավի հետ։ Էլի եմ ասում, հա։ Եթե Վարդան Ղուկասյանը որոշել է մասնակցել քարոզարշավի, մարդը մի քանի անգամ քաղաքապետ է ընտրվել, այսինքն այդքան քարոզարշավների է մասնակցել։ 2 անգամ կարծեմ ազգային ժողովի падգամավոր։ Եթե նույնիսկ ավտոյի մեքենայի մեջ սովորական կյանքում տանգ է պահում։ Դե Նիկոլը տենց գիտի, չէ՞, որ մենք տները բոլորս զենքեր ունենք։ Քարոզարշավից առաջ զենք մարդը կպայի, որ այդ հիմքով հանես Մարտուն, ուժ կիրառես, կապ չունի, թե դու ինչ տեսակի վերաբերմունք ունես։ Տվյալ մարդը թեկնածու է, ըստ այդմ ցանկացած բան, որը տեղի է ունենում այդ ընթացքում ու դրան նախորդող օրերին, միանշանակ քաղաքական հետապնդում է ու այդ ամեն ինչին մենք հիմա ես ծիծաղով եմ վերաբերվում այդ ակտի դեպքին, ամեն անգամ որ ասում եմ, դե չգիտեմ ինչ ասեմ։ Ես չգիտեմ, կոնկրետ չգիտեմ ինչ, 11 ամիս ես քշում եմ մեքենան ու ոչ մի նման բան չի եղել, բայց խոստանում եմ գնալ եւ դատապարտվել, եթե Գյումրին ունենա ընդդիմադիր թեկնածու։ Եվ վերջին մաղթանքն ու հորդոր դարեք, մենք Սարիկից ուշացանք։ Ներողություն, պարոն Մխիթարյան, հակազդեցությունը ինչպես է լինելու այդ դեպքում, եթե այդ ռեպրեսիաները լինեն, կալանավորում, որտեղ նման օրինակ դեպքեր եղել են, մեծ ալիքը բարձրացել է, բայց հետո այնուհետև կամաց նվազել է ու իշխանությունը կարողացել է հասնել իր ուզած ինչը։ Այդ սցենարի պլանը։ Ես կարծում եմ, որ մենք ընտրություններից հետո, արդյունքները տեսնելուց հետո, եթե հանդիպենք, ամեն ինչը քննարկելու ենք, բոլոր ռիսկերը հաշվարկելու ենք, որովհետև բոլորն էլ adekvat մարդիկ են, շատ լավ հասկանում են, որ պետությունում են ապրում, որ համակարգում են ապրում, այնպես որ այդ բոլոր հարցերի պատասխանները կլինի գիշերը։ Ես ուղղակի եւս մեկ անգամ իմ համակարգացիներին, իմ սիրելի գյումրեցիներին հորդորում եմ
գալ, տեղամասեր, կատարել ընտրություն, ձեր քաղաքացիական պարտքը ձեզ է սպասում, հավատացեք, այս ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն Գյումրիի համար, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, հատկապես մեր երիտասարդությանը, ջահելներ ջան, ձեր ցավը տանեմ, հետո ամբողջ օրը փողոցում ինձ մոտենում եք, ոգևորում եք, ասում եք, վայ ես եկել է ժամանակը, ոչ թե փողոցում ինձ մոտենալու, այլ գնալու ընտրությունների, ես գիտեմ, որ մի երկու օր առաջ ինձ մոտեցել էին 3 երիտասարդ աղջիկներ, որոնք առաջի անգամ պիտի ընտրեին ու շատ ուրախ, շատ խանդավառ մոտեցան ասին Ռոբոտ ձյաձա մենք ձեզի պիտի ընտրենք, ես այդ ձյաձա բառից միշտ վեր եմ թռնում, որովհետև ինձ հույս եմ տալիս, որ հա, բայց Ռոբոտ ձյաձան ձեզի մերդի գնացեք ընտրությունների, շատ կարևոր ընտրություններ է երեխեք ջան, ձեր համար է, ձեր քաղաքի համար է, մեր բոլորի արժանապատվության ու թասիբի համար է։ Պարոն Մխիթարյան, ինչպես եք դուք վերաբերվում Գյումրիում 102-րդ ռազմաբազայի գոյությանը, ինչ եք կարծում պետք է այն հանել, թե ոչ։ Քաղաքի հետ դա ինչ կապ ունի հիմա այս ընտրությունների։ Ես մի քանի անգամ դրա մասին ասել եմ, 102-րդ ռազմաբազան Գյումրիում լուծում է երկու կարևոր խնդիր՝ անվտանգային ու տնտեսական։ Քանի դեռ այդ խնդիրներին փոխարինող խնդիրների լուծմանը փոխարինող բան տեղի չի ունեցել, 102-րդ ռազմաբազայից հրաժարվել է հիմարություն։ Քաղաքի հետ կապված որ ասում եք, ինչ կապ ունի, կարծեմ իրենք նաև այդ քաղաքապետարանին զբաղեցրած տարածքի համար որևէ վճար մուտք չեն անում, դա Խոստանում եմ ձեզ, ես որ դառնամ քաղաքապետ, իրանք բոլոր վճարները կմուծեն, նույնիսկ իմ ընկերները զիբիլի վարձը կսկսեն։ Քանի տոկոսի ակնկալիք ունեք։ Այս պահին ակնկալիք ունեմ, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ չի ունենալու։ Ասեց միգուցե երկի առումով լավ պրոդյուսեր եք, բայց ոնց որ ձեր քարոզարշավի ընթացքում լավ պրոդյուսեր չունեք կամ չեք։ Սարիկ Մինասյանի գնահատականը դիլետանտի գնահատական է, այն բոլոր հաջողությունները, որ ունեցել է Hayat Project խումբը, դրա հաջողությունների նույնիսկ 10%-ը չի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկացած ուսապարկ, երբ որ բեմից խոսել է։ Պարոն Մխիթարյան, կնեք 102-րդ ռազմաբազան Գյումրիում կոնկրետ ինչ անվտանգային խնդիր է լուծում։ Մենակ Գյումրիում չէ, ամբողջ Հայաստանում։ Նարեկ ջան։ Շնորհակալություն։ Իսկ այն դեպքերը, որ 102-րդ ռազմաբազայի հետ կապված եղել էր 2015 թվականին զինծառայողը դուրս եկավ, մեծ դժբախտություն եղավ, ինչպես պետք է զսպել զինծառայողները, նրանք պարբերաբար հարբում են եւ բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչ այդպես ասած Նարեկ ջան, եկեք առանձին դեպքերին Նացուի պատասխանելու տիրույթում չի, երաշխավորում եմ ձեզ, եթե Հայաստանի Հանրապետությունում ունեցա շատ ավելի բարձր պաշտոնական դիրք, այդ հարցով էլ անպայման կզբաղվեմ, որ իրենք խմած, ասենք, եթե նույնիսկ լինում են դեպքեր, որովհետև այդ զինծառայողներն են մարդ ամեն ինչից զատ, ու կարող է ժամանակ առ ժամանակ ոգելից օգտագործեն ու ստավ ասվածը խախտեն։ Դա բուն այդ ռազմաբազայի